Ողջույն, սիրելի հետևորդներ։ Երբևէ եղել է, որ արտաքուստ ամեն ինչ թվում է նորմալ, բայց ներսում սիրտդ խռոված է։ Կա ապագայի անհանգստություն, մարդկանց հիասթափեցնող վարք, միայնության զգացում, անորոշություն։ Եվ ամենացավալին այն է, որ երբեմն հենց ամենամութ պահերին ենք մեզ ամենից մենակ զգում։ Հենց այդպիսի գիշերվա մեջ են հնչում Հովհաննեսի ավետարանի 13-րդ գլխի 31-ից 14-րդ գլխի 13-րդ խոսքերը։ Վերջին ընթրիքի պահն է։ Հուդա Իսկարիովտացին արդեն դուրս է եկել դավաճանելու։ Խաչելության դրվագը մոտ է։ Աշակերտները շփոթված են։ Եվ հենց այդ լարվածության մեջ Հիսուս Քրիստոս ասում է. «Թող չխռովեն ձեր սրտերը»։ Այս խոսքերը միայն աշակերտների համար չէին, նրանք այսօրվա անհանգիստ աշխարհի համար են։ Երբ նա դուրս ելավ, Հիսուսն ասաց. «Այժմ մարդու որդին փառավորվեց և Աստված փառավորվեց նրանով, քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ, ինձ պիտի փնտրեք և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, և այժմ նույնը ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Դուք էլ միմյանց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դուք այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից»։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, ինչու այժմ չեմ կարող գալ քո հետևից, այժմևանից իսկ իմ կյանքը կտամ քեզ համար»։ Հիսուս պատասխանեց. «Ինձ համար կյանքդ կտաս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած 3 անգամ ինձ ուրացած կլինես»։ Թող չխռովեն ձեր սրտերը, հավատացեք Աստծուն, հավատացեք և ինձ։ Իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան։ Այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս լինեք այնտեղ։ Թե ես ուր եմ գնում, այդ գիտեք նաև ճանապարհը։ Թովմասը նրան ասաց. «Տեր, եթե չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք իմանալ ճանապարհը»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեք, կճանաչեք և իմ հորը, բայց այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան»։ Փիլիպոսն ասաց նրան. «Տեր, հորը ցույց տուր մեզ, և այդ բավական է մեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցիր, Փիլիպոս, ով ինձ տեսավ, տեսավ հորը։ Իսկ դու ինչպես ես ասում, հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ, հայրն էլ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ, հայրն էլ իմ մեջ, եթե ոչ, գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես հոր մոտ եմ գնում։ Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով կկատարեմ, որպեսզի հայրը փառավորի որդու միջոցով։ Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես այն կկատարեմ։ Ամեն։ Իսկապես զարմանալի խոսք է։ Հիսուս խոսում է փառքի մասին այն պահին, երբ դավաճանությունը սկսվել է։ Աստծո պատկերացրած փառքը հաճախ լրիվ տարբեր է աշխարհի պատկերացումներից։ Աշխարհը փառքը տեսնում է հաջողության մեջ, իշխանության մեջ, ազդեցության մեջ, բայց Քրիստոսի փառքը երևաց սիրո զոհողության խաչի մեջ։ Հովհան Ոսկեբերանն ասում էր. «Խաչը պարտություն չէր, այլ սիրո հաղթանակը»։ Մի մտածիր, թե ամեն դժվարություն նշանակում է, որ Աստված լքել է քեզ։ Երբեմն ամենամութ ճանապարհների մեջ է Աստված գործում ամենախորը ձևով։ Հիսուս ասում է. «Սիրեցեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի»։ Սա պարզապես լավ մարդ
լինելու կոչ չէ։ Քրիստոնեական սերը չափվում է ոչ թե զգացմունքով, այլ զոհողությամբ։ Այսօր աշխարհը հաճախ սեր է անվանում այն, ինչը իրականում միայն հարմարավետությունն է։ Մարդիկ սիրում են, քանի դեռ հարմար է, քանի դեռ շահավետ է, քանի դեռ դիմացինը բավարարում է իրենց սպասումները։ Բայց Հիսուսի սերը մնաց մինչև խաչը։ Օգոստինոս Երանելին ասում էր. «Սիրո չափը սիրելն է առանց չափի»։ Քո հավատքը ստուգիր ոչ միայն աղոթքով, այլ այն ձևով, թե ինչպես ես վերաբերում մարդկանց։ Պետրոս առաքյալն ասում է. «Կյանքս կտամ քեզ համար», բայց Հիսուս կանխագուշակում է նրա ուրացումը։ Մարդը հաճախ շատ վստահ է իր ուժերի վրա, մինչև փորձությունը գալիս է։ Այսօր էլ մարդիկ ասում են. «Ես երբեք այդպես չէի վարվի, ես հաստատ չեմ ընկնի», բայց առանց Աստծո օգնության մարդը թույլ է։ Սուրբ Եփրեմ աստորին գրում է. «Պետրոսի անկումը մեզ սովորեցնում է չպարծենալ մեր ուժով»։ Մի վստահիր միայն քեզ, ամեն օր խնդրիր Աստծո զորությունը։ Սա ամբողջ հատվածի կարծես սիրտը լինի։ Հիսուս չի ասում խնդիրները չեն լինի, նա ասում է մի խռովեք։ Քրիստոսը խաղաղություն է տալիս ոչ թե փոթորկի բացակայության ժամանակ, այլ հենց փոթորկի ժամանակ։ Այսօր մարդիկ ապրում են անհանգիստ ժամանակաշրջանում։ Ապագայի վախ, պատերազմի վախ, ֆինանսական անհանգստություն, միայնություն։ Մարդիկ արտաքուստ ժպտում են, բայց ներսում խռովված են։ Երբ վախը հարձակվում է, հիշեցրու քեզ, Աստված դեռ վերահսկում է ամեն ինչ։ Հիսուսը խոսում է հավիտենական հույսի մասին։ Քրիստոնյան միայն այս աշխարհով չի ապրում։ Մեր հույսը ժամանակավոր չէ։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է. «Քրիստոսը ոչ միայն ճանապարհ ցույց տվեց դեպի Հայրը, այլ ինքը դարձավ այդ ճանապարհը»։ Մի կապիր ամբողջ կյանքդ միայն անցողիկ բաների հետ։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Սա ավետարանի ամենակարևոր խոսքերից մեկն է։ Հիսուս չի ասում ես ցույց կտամ ճանապարհը, նա ասում է ես եմ ճանապարհը։ Քրիստոնեությունը միայն փիլիսոփայություն չէ, այն հարաբերություն է կենդանի Քրիստոսի հետ։ Այսօր մարդիկ ասում են. բոլոր ճանապարհներն էլ նույն տեղն են տանում, բայց Հիսուսը շատ հստակ է խոսում։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին գրում է. Քրիստոսը ճշմարտությունը չի փոխանցում միայն խոսքով, նա ինքը ճշմարտությունն է։ Փորձիր չբավարարվել միայն Աստծո մասին տեղեկություններով, ճանաչիր Քրիստոսին անձամբ։ Ով ինձ դիպավ, Հորը տեսավ։ Փիլիպոս առաքյալն ասում է. ցույց տուր մեզ Հորը, և Հիսուս պատասխանում է. ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Հիսուսի մեջ ենք տեսնում Աստծո սիրտը, նրա ողորմությունը, նրա սերը, նրա ներողամտությունը։ Եթե ուզում ես հասկանալ Աստծուն, նայիր Քրիստոսին։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. Առաջին, Աստված գործում է նույնիսկ ամենամութ պահերին։ Երկրորդ, իրական սերը զոհողություն ունի։ Երրորդ, մարդկային ուժը սահմանափակ է։ Չորրորդ, Քրիստոսի խաղաղությունն է ուժ է տալիս խռովության ժամանակ։ Մեր հույսը հավիտյանական է։ Հիսուսը ճանապարհն է դեպի Հայր։ Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք Աստծո իրական պատկերը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս խոսքերը հնչեցին այն գիշերը, երբ ամեն ինչ թվում էր, թե փլուզվում է։ Դավաճանություն կար, վախ կար, անորոշություն կար։ Բայց հենց այդ գիշերվա մեջ Հիսուսն ասաց. «Թող չխռովեն ձեր սրտերը»։
Այսօր էլ աշխարհը լի է խռովությամբ, բայց Քրիստոսի խոսքը դեռ կենդանի է։ Եթե այսօր հոգիդ ծանր է, արի նրա մոտ։ Եթե վախեցած ես, արի նրա մոտ։ Եթե կորցրել ես խաղաղությունդ, արի նրա մոտ, որովհետև նա միայն խորհուրդ չի տալիս։ Նա ինքը ճանապարհն է, նա ինքը ճշմարտությունն է, նա ինքը կյանքն է։ Եվ երբ մարդը քայլում է Քրիստոսի հետ, նույնիսկ ամենամութ գիշերում ներսում լույս է տեսնում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել քո քրիստոնյա քույրերին ու եղբայրներին ու ընկերներին, որպեսզի նրանց եւս հաղորդակից դարձնես Աստծո խոսքին։